Լուսավոր սենյակներ, հետաքրքիր մանկական խաղեր ու խաղալիքներ, մուլտհերոսների հայտնի կերպարների ընկերակցություն։ Ախուրիկի նորաբաց մանկապարտեզը փոքրիկների առջև բարու եւ գեղեցիկի նոր աշխարհ է բացել։ Բնակիչներն են ասում, երկար տարիներ են սպասել, որ իրենց երեխաները կրթվեն այսպիսի միջավայրում։ Պատմում են, թե ինչ դժվարություններով են գյուղի փոքրիկները հարևան բնակավայրերի մանկապարտեզներ հաճախել տասնյակ տարիներ։ Երեխեքը շատ ուրախ, հաճույքով Կուկան ես մանկապարտեզ։ Շատ ուրախ եմ, որ այսքան տարվա մեջ մեր համայնքում կա մանկապարտեզ, կզարգանան մեր փոքրիկները, գյուղի հարցները կունենան աշխատանք, իրանց դիպլոմով, իրանց կրթությունով։ Հաճախում էինք կողքի գյուղը, Ոսկե հասկ, ճիշտ է, շնորհակալ ենք նույնիսկ այն համայնքին, որ հնարավորություն էին ստեղծում երեխաներին փողոցից կդրվելու իրենց առօրյան հետաքրքիր կազմակերպելու։ Շենքը Ախուրիկի նախկին մանկապարտեզի շենքն է։ Կառուցվել է 1985 թվականին եւ հանձնման ենթակա եղել հենց աղետալի երկրաշարժի օրը, հենց դեկտեմբերի 7-ը նախատեսված եղել որպես մանկապարտեզի բացման օր։ Բայց դե գիտեք, միանշանակ մանկապարտեզը չի բացվել։ Շենքը 1997 թվականին վերակառուցվել է եւ մինչեւ 2014 թվականը որպես միջնակարգ դպրոց ծառայել։ Այնուհետ այս շենքում տեղակայվել է գյուղապետարանը։ Ախուրիկի վարչական ղեկավարի խոսքով շենքի միայն 2 սենյակն է օգտագործվել, մնացածը դատարկ էր։ Հիմա վերակառուցումից հետո շենքի առաջին հարկում տեղակայվել է մանկապարտեզը, որը կգործի 2 խմբով 50 սաների համար։ Այստեղ կհաճախեն նաեւ հարևան Գետք եւ Ղարիբջանյան գյուղերի փոքրիկ Վերջին տարիներին սա 6-րդ մանկապարտեզն է, որ բացվում է Ախուրյան խոշորացված համայնքում։ Ամեն նոր մանկապարտեզի շահագործումը համայնքային բյուջեից հավելյալ ծախսեր է նախատեսում։ Եվ լրացուցիչ ծախս է եւ անհրաժեշտություն է, որից հնարավոր չէ խուսափել։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում նաեւ շենքի տանիքում տեղադրված է 30 կՎտ հզորությամբ արևային կայան, որը ամբողջ կոմունալ ծախսը, թե չհեռուսման, թե էներգիայի ծախսը կփակի։ 720 քառակուսի մետր տարածքով շենքի երկրորդ հարկում տեղակայվել է Ախուրիկի վարչական ղեկավարի նստավայրը, համայնքային կենտրոնը, փոստային բաժանմունքը, գրադարանը եւ արվեստի խմբակները, առանձին մուտքով։ 108 միլիոն դրամ է ծախսվել շենքի հիմնանորոգման համար։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի դիտարկմամբ խնդիրները, որոնց առջև կանգնել է Հայաստանը, կրթության պակասի պատճառով է նաև։ Այդ իսկ պատճառով նա կարևորեց երեխայի կրթությունը մանկապարտեզից, նաև իր դժգոհությունը հայտնեց շինարարության որակի վերաբերյալ։ Շնորհակալ եմ բոլորիցդ նման միջոցառում կազմակերպելու համար, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ այս պատկերները իրականում չունենանք։ Դավիթ Արուշանյանը նկատի ուներ շենքի արտաքին պատի մի փոքր հատվածում գունաներկի բացակայությունը եւ ճաքը, որը ըստ համայնքի պաշտոնյաների ընդամենը տեխնիկական խնդիր է ու հեշտ վերացվող։ Այո, պարոն մարզպետը ճիշտ նկատեց, այդ թերությունները, տեխնիկական խնդիրների թերություններին նորից անձամբ կհսկեմ ես, շինարարը կգա, կվերացնենք, ոչ մի խնդիր չի լինի։ Շինարարը արել է այն աշխատանքները, որը պահանջվել է ծավալաթերթով։ Եթե այդ նույն նախագծով ու նույն ծավալաթերթով պահանջ չի եղել ինչ-որ դետալ ներգելու կամ փոխարինելի, ուրեմն շինարարի կողմից չի եղել փաստողում։ Շենքը ընդունած է։ Եթե շենքը ընդունած է, ուրեմն մեկ շահագրգիռ կողմն էլ մարզպետարանն է։ Մանկապարտեզը պիտի գործի եւ երեխաները այստեղ պետք է իրենց կրթությունը ստանան, որը արդեն ձեռք բերում է, իսկ մնացած թերությունները ինձ թվում է դրանք ընթացքում ուղղելի թերություններ են։ Ախուրիկի մանկապարտեզը շահագործման պետք է հանձնվեր անցած տարի հոկտեմբերին, բայց շինարարական թերությունների պատճառով ժամկետը երկարաձգվել է։ Շինկազմակերպությանը ժամանակ է տրվել դրանք վերացնելու։ Վարչական ղեկավարի խոսքով 1 տարի էլ երաշխիքային ժամկետ է սահմանվել։ Գումարը չի փոխանցվել, կարծես 20%-ը, այդ երբ որ շինարարը վերջացրեց, հետո պլյուս 1 տարի ինքը ունի շահագործումից հետո սպասարկում, այդ սպասարկումից հետո նոր գումարը փոխանցում է։ Ախուրյան խոշորացված համայնքում այժմ գործում է 20 մանկապարտեզ, մի քանի օրից կբացվեն եւս 2-ը՝ Շիրակ եւ Վահրամաբեշտ բնակավայրերում։